Ողջույն սիրելի հայրենակիցներ, ինչպես ես հոստացել էի, ԱՄՆ փոխնախագահի այցից առաջ ես խոսել եմ այցի մասին եւ խոսք էի տվել, որ խոսելու եմ նաեւ այցից հետո, թե այն ինչ կար, որ մեր կանխատեսումներով այնպես չի եղել, կամ էլ ինչ կար, որ ավելացել է եւ մենք կարիք ունենք դրա վրա նաեւ կառուցել նոր մեր ասելիքը։ Ուրեմն միանշանակ է, որ այցը աննախադեպ էր, պատմական էր, որովհետև ժամանակին 2005 թվականին նախագահ Բուշի այցն էր եղել Հարավային Կովկաս, Վրաստան, բոլորս դա հիշում ենք, եւ հարևան երկրները նախանձով նայում էին դեպի Վրաստան, որ ահա Վրաստանը նման կարևորություն է ստացել։ Իսկ դրանից հետո 2008 թվականին եղել է Դիկ Չեյնիի այցելությունը Ադրբեջան, ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի, եւ ելի Հայաստանի Հանրապետություն չի եղել այցելություն։ Եվ այս անգամ մենք ունեցանք հնարավորություն, որ ԱՄՆ փոխնախագահի այցելություն եղավ, եւ ես ասացի, որ այն ինչ որ կա Հայաստանի հետ արդեն իսկ կնքված մեմորանդումում, այդ ամեն ինչը մենք գիտենք, խոսքը գնում է խաղաղ ատոմային էներգիայի բնագավառում համագործակցության մասին, եւ մնացած մասով արհեստական բանականության եւ այլ համագործակցությունների այդ ամբողջ ինֆորմացիան ժամանակին հրապարակված էր։ Միակ նորությունը, որ մենք չգիտեինք եւ բացահայտվեց այցի ժամանակ, դա այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է կատարել Միացյալ Նահանգներից հետախուզական անօթաչու թռչող սարքերի վերաբերյալ։ Ես բացարձակապես որևէ խնդիր չունեմ սիրելի հայրենակիցներ, լինելով ընդդիմադիր ուժի ղեկավար, եթե ինչ-որ մի բան լավ է, ասեմ դա լավ է։ Եթե ինչ-որ մի բան պատմական է, ասեմ որ դա պատմական է եւ կարեւոր։ Եվ բնականաբար շատ լավ է, որ Միացյալ Նահանգներից ձեռք ենք բերել այդ հետախուզական անօթաչու թռչող սարքերը։ Եվ ես զարմանում եմ, որ ինչ խնդիր կա եղածը գնահատել ճիշտ այնպես ինչպես որ կա։ Ես նաեւ շատ տպավորված եմ փոխնախագահի այն ելույթից, որ նա իր խոսքում նշեց Հայաստանի Հանրապետության դերակատարումը որպես հին ազգ, հին պետություն, քրիստոնեության առաջին բնորան, եւ այս իմաստով իրապես շատ տպավորիչ էր։ Ես նաեւ կարող եմ ասել, որ որոշակի իմաստով մեծ հիասթափություն առաջացրեց այն, որ փոխնախագահ ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո Twitter-ում շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ, շատ ճիշտ, շատ դիպուկ գրառում էր կատարել եւ հեռացվեց այդ գրառումը։ Բազմաթիվ բամբասանքներ կան, խոսակցություններ կան, թե ինչու է այն հեռացվել, բայց իմ համար ակնհայտ է, որ հանրապետական բուսակցության դիրքորոշումը Միացյալ Նահանգների միշտ այն է եղել, որ ցեղասպանություն բառը չօգտագործեն։ Ասեն մեծ արհավիրք, ցավեր, չգիտեմ ինչ էր, կոտորածեր եւ այլն, բայց փոխնախագահը հստակ ցեղասպանություն բառ էր կիրառել եւ ջնջվեց այդ գրառումը եւ մենք տեսնում ենք հիմա այս օրերին այցից հետո Միացյալ Նահանգներում բազմաթիվ ինձ ծանոթ սենատորներ, ելի ինձ ծանոթ բազմաթիվ կոնգրեսականներ Twitter-ում, հարցազրույցներում շատ լուրջ, շատ սուր քննադատության են ենթարկում ԱՄՆ այս ադմինիստրացիային այդ քայլի համար։ Բայց մենք եկեք տեղափոխվենք հիմա Ադրբեջանի հատված։ Ինչ ստացավ, ինչ ունեցավ Ադրբեջանը այս այցից։ Ուրեմն ես ուսումնասիրել եմ, ռազմավարական համագործակցության վերաբերյալ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև ստորագրված խարտիան, որտեղ բազմապրոֆիլ, բազմաշերտ համագործակցություն է նախանշվում, այդ թվում ռազմական եւ անվտանգության ոլորտի։ Իդեպ ես սրա մասին խոսել եմ նախորդ տեսանյութում, որտեղ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության շնորհիվ է նաեւ, ինչ է չի ուզենա բնականաբար, որ Միացյալ Նահանգները սանկցիայից ազատում է Ադրբեջանին, որ նրանք այլևս կարող են ռազմական գույք ռազմամթերք ստանալ Միացյալ Նահանգներից, գնում կատարել նմանապես, որովհետև նմանատիպ գնման իրավունք չունեին շուրջ 30 տարի այդ արգելքը գործում էր Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի նկատմամբ։ Բայց իմ համար ամենավատ ձևակերպումը այն է, որ Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքված այս խարտիայում նշված է, որ ուրեմն Թրամփի այդ ճանապարհի մասին է խոսքը գնում եւ սիրելի հայրենակիցներ գրված է, որ այդ ծրագիրը, Թրամփի ծրագիրը տալու է that will provide, անգլերեն եմ ասում, that will provide unimpeded connectivity between the main part of the Republic of Azerbaijan and its Nakhichevan Autonomous Republic։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ինչա ասվում անգլերենից թարգմանում, ասում է TRIP-ը, այսինքն Միացյալ Նահանգները TRIP-ով երաշխավորում է, որ Ադրբեջանը անխոչնդոտ անցում կստանա TRIP-ի միջոցով եւ կկապվի Ադրբեջանը մայր հողը, իր ինքնավար հանրապետություն Նախիջևանի հետ։ Եվ չի նշվում, թե ինչ պետության միջոցով, այդ որ երկրի տարածքով են գնում։
Լավ կարելի է այստեղ գրել Հայաստանի Հանրապետությանը։ Կարելի է գրել։ Եվ գրվում է, որ փոխադարձությամբ կլինեն շահութաբեր այն երկրների համար, որոնց միջոցով կանցնի։ Ու այնտեղ միջին միջանցքի մասին է խոսքը։ Այսինքն, լավ, Հայաստանի Հանրապետությունը տվել է այս միջանցքը, սա միջանցք է բնականաբար։ Լավ դժվար է գնահատել եւ ասել, որ Հայաստանի Հանրապետությունն է տվել է։ Պատկերացրեք վաղը մյուս օրը, չգիտեմ քանի տարի հետո Միացյալ Նահանգների քաղաքականություն փոխվի, հարաբերություններ փոխվեն։ Ադրբեջանն այլևս Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության վերաբերյալ խարտիայում նշում ունի, որ Միացյալ Նահանգները երաշխավորում է, որ իրանք պետք է տենց գնան գան։ Հասկանում եք սերի այնքանից սա ինչ է։ Այստեղ ախր բան չկա էլի, ուզում է Ամերիկա մետ լինես, ուզում է Եվրոպա մետ լինես, Ռուսա մետ լինես, Չինաստանա մետ լինես, եւ ինչա մետ լինես։ Մենք խոսում ենք մեր ազգային պետական շահերի մասին, ծելի այնակիցներ։ Եվ այս ձևակերպումը Շուշի հռչակագրում նույնպես Ադրբեջանը կնքերուց Թուրքիայի հետ, էլի նման ձևակերպում է, մոտարապես նման ձևակերպում ունի, այնտեղ Զանգեզուրի միջանցք է գրված։ Այսինքն բոլոր միջազգային փաստաթղթերում ինքը, որը վերաբերում է այս տարածաշրջանին, այս դրույթները սկսել է մտցնել ու դարձնել միջազգային իրավունքի առարկա, մաս։ Սա սիրելի հայրենակիցներ, խնդիր է, այսինքն լավ բաներից խոսալու հետ նաև պետք է խնդիրները նախանշենք, սիրելի հայրենակիցներ։ Ինչ վերաբերում է փոխնախագահի հայտարարությանը 5 միլիարդ 4 միլիարդի վերաբերյալ, արդեն այդ թարգմանության վերաբերյալ խոսակցությունները կա, 1000 հոգի լայվ արե, անդրադարձել է դրան, ես դրան չեմ անդրադառնում։ Դա անիմաստ է։ Մենք տեսանք, որ վարչապետը ասում է, որ ատոմակայանի երկարացման ժամկետը ուզում է մինչև ոչ թե 36, մինչև 36 թվի հիմա երկարացված է, մինչև 46 էլ երկարացնել։ Դե սա նաև խոսում է նրա մասին, որ այդ ատոմային էներգետիկայի մոդուլայինի եւ այլնի վերաբերյալ, որ ես ասում եի, չկա մոդուլային այս բային, գոյություն չունի։ Պետքա թեստավորեն, պետքա լինի, ես իմ երբ դրա մասին է խոսքը գնում եւ չի կարելի այսօր որոշում չկայացնել եւ դրա արդյունքում տանել փակման մեր ատոմակայանը, թե ինչա թե ապագայում մոդուլային կլինի։ Բայց իմ բան ակնհայտ է։ Մեր էներգետիկ համակարգերն ուզում են միացնել Թուրքիայի էներգետիկ համակարգերին ու Ադրբեջանի։ Ինչու որպեսզի վաղը մյուս օրը ատոմակայանը կփակվի, Ռուսաստանի կողմից կառուցված Թուրքիայի ատոմակայանից մենք էլեկտրաէներգիա առնենք։ Սա բացահայտ է, սա պարզ է, սա երևում է, սա տենց է, ժողովուրդ։ Բայց քանի որ մենք հունիսի 7-ին ունենք հնարավորություն իշխանությունը փոխելու, եւ ես կոչ եմ անելու, կոչ եմ անում, որ գնաք քվեարկեք մեր օգտին, դրա համար ես ուղղակի ասում եմ, որ պետք չի հողը մեր գլխին լցնել, ասել վայ մեր մահը եկել է։ Նորմալ է, կկարգավորենք այդ հարցը, մի անհանգստացեք։ Եվ ուզում եմ նաև ուրիշ բան ասել։ Այս օրերին շատերն են հիմա դուրս եկել տենց խորը Ամերիկա մեծ, իրանք բան Ամերիկան տենց շատ տենց, իրանք են այդ լոբինգը արել, բան։ Ես այստեղ ցույց եմ տալու ձեզ հիմա, հենց հիմա իմ ելույթը Միացյալ Նահանգների կոնգրեսում 2017 թվականին, որտեղ ես ասում եմ America First քաղաքականության վերաբերյալ իմ կարծիքը, այսինքն այն քաղաքականությունը, որ այսօր Թրամփը որտեղ գրել, այն ժամանակ Թրամփի վարչակազմը նոր եկել էր եւ այդ Միացյալ Նահանգների առաջնահերթության վերաբերյալ մեր մոտեցումները, որ Միացյալ Նահանգները կարող է գալ Հայաստանի Հանրապետություն, դառնալ ամենամեծ ներդրողը, կարող է գալ օգնել մեզ պետական եւ ոչ պետական այլ ինստիտուտների կառուցման գործում եւ այն վակուումը, որ կա, այդ վակուումը լցնել Միացյալ Նահանգներով, ես սա մանրամասն իմ ելույթում ասում եմ։ Ես ինքս բնականաբար իմ բոլոր ելույթները անգից չեմ հիշում, բայց ես եթերը նկարելուց առաջ մտա գտա այդ ելույթը եւ հիմա ձեր համար հայերեն թարգմանությամբ տեղադրում եմ այստեղ, որ տեսնեք։ Thank you very much. I asked to be introduced myself, so I will introduce. I represent Bay Out Alliance in Armenian Parliament. It's the third biggest force in the parliament and the opposition. I would like to thank Armenian caucus, Armenian co-chairs, all congressmen, congresswomen who are here and helping US-Armenia deeper ties. Actually, I like the new concept, explanation of the concept of America First, because it was criticized worldwide. But your concept I like, because actually we need America First in Armenia as an investor.
We need America first in Armenia as a supporter and promoter of democracy, human rights, and fundamental freedoms. And it's a crucial time in Armenia. We are in transition from semi-presidential system to parliamentary one. And now it's a real time for the United States to be engaged in Armenian reform agenda, and to support Armenia to establish new institutions, having all the traditional checks and balances and institutions and mechanisms that we need for our new democracy, which is very, very important. And we want to see Armenia as a predictable US friend in South Caucasus, and I consider Armenia as a US friend, and I consider the United States as Armenia's friend. So thank you very much, and please raise our voices in US Congress and raise our voices in US Department of State and Executive Branch that Armenia needs more United States in South Caucasus, in Armenia. Thank you very much. Որ մարդիկ մեծ խոսում են, պետք է հասկանան, թե օրինակ 9 տարի առաջ, 8 տարի առաջ, 10 տարի առաջ ովքեր են լոբինգ արել, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը գա հասնի այս կետին։ Այս ամեն ինչը ժողովուրդ ջան պետք է գնահատել։ Ես չեմ ասում, որ բանան է։ Ես ուղղակի պետք է նաև մեր արած գործերը մենք ցույց տանք։ Մենք համեստորեն լռում ենք, լռել ենք, ինչ որ մարդիկ դուրս են եկել դարձել են բան, մի հատ իրանք ամեն ինչը գիտեն, իրանք սաղ արել են, իրանք են, սաղ իրանք են։ Մենք կապ չունենք այս երկրի որևէ հաջողության հետ, բայց իրանք կապ ունեն։ Այդպես չի։ Եվ որպես ապացույց դրա համար ուզում եմ նաև այդ ելույթի հետ հատվածը այդտեղ տեղադրվի։ Այսքանն էր ուզում այսօր ասեմ, սիրելի հայրենակիցներ, մյուս մեր ու եթե որևէ բան չփոխվի, կունենանք Կիրակի օրը ավանդաբար, ինչպես միշտ։ Տարածեք, միացեք այս ալիքին, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։